Բարի օր սիրելիներս, էլի մենք ենք, հենց այստեղ։ Իմ նախորդ հաղորդումներից դուք գիտեք էզոտերիկայի, նումերոլոգիայի, նույն ինքը թվային հոգեբանության և բոլոր են գաղտնի գիտությունների մասին, որոնք որ բացահայտում են մարդու տեսակը, մարդու բնավորությունը, որը որ կապված է մարդու ինքնաճանաչման, աշխարհաճանաչման հետ։ Ինչ է նշանակում սա։ Սա նշանակում է, որ մենք հնարավորություն ունենք տեսնելու աշխարհը մեզնով և բացահայտելու աշխարհը մեզնով։ Իսկ այդ արդյունքում մենք էլ ավելի պատրաստված կլինենք փոփոխություններին և քիչ ժամանակ կվատնենք խնդիրների վրա։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք նումերոլոգիայի միջոցով հեշտացնել մեր կյանքը։ Ինչպես այն հեշտացնել, ընդամենը ուսումնասիրում ես քեզ, քո թիվը, քո ծննդյան օրը, տարեթիվը և ըստ դրա կարողանում ես հասկանալ արդյոք մասնագիտությունը, որտեղ որ դու կայանում ես, քոնն է, արդյոք հարաբերությունները, որում որ դու գտնվում ես, քոնն է, թե ոչ։ Ու առհասարակ կյանքի բոլոր հարցերում մեզ օգնում է նումերոլոգիան, չնայած նրան, որ շատ մարդիկ չեն հավատում, ասում են, որ սա գուշակություն է, որ սա իրականում չի համապատասխանում իրականությանը, բայց ես լինելով այս ոլորտի մեջ, ուսումնասիրելով մարդկանց, շփվելով շատ մարդկանց հետ, նաև կրթվելով, զարգանալով, կարող եմ ասել, որ նումերոլոգիան չի խանգարում և չի վնասում, ընդհակառակը, նումերոլոգիան բացահայտում է քեզ, նումերոլոգիան բացահայտում է քո տեսակը, նումերոլոգիան բացահայտում է, թե ինչ միսիայով ես եկել դու։ Ոնց ենք այդ ամեն ինչը մենք իմանում։ Օրինակ ծննդյան թիվը դա մեր գիտակցությունն է։ Երբ որ դու ակտիվացնում ես քո գիտակցությունը, երբ որ դու զարգացնում ես քո գիտակցությունը, դու կարողանում ես նաև ստանալ ինֆորմացիա, թե ինչպիսին կլինեն քո գործողությունները աշխատանքում, հարաբերություններում, կապ չունի առհասարակ կյանքում։ Իսկ եթե դու ուզում ես իմանաս ինչ միսիայով ես եկել, գումարում ես քո ծննդյան ամսվա և տարեթվի բոլոր թվերը ու ստանում ես ինչ-որ մի թիվ, օրինակ, չգիտեմ, ստանում ես 11։ Եթե դու ստանում ես 11, սա նշանակում է, որ դու պետք է զբաղվես այն մասնագիտություններով, որտեղ որ դու պետք է լինես ուսուցիչ, լինես ինչ-որ միտեղ ղեկավար, այսինքն դու պետք է խորանաս հոգեբանության մեջ, որովհետև մարդիկ, ովքեր որ կրում են 2-ի էներգիան, 2, 11, 20 և 29, այս մարդիկ զարգանում են հոգեբանության միջոցով, հոգեբանությամբ, այսինքն նրանց համար շատ կարևոր է, երբ որ իրենք ունենում են ընկեր, ունենում են զուգընկեր, հարաբերություններից կախված մարդիկ են։ Դրա համար, երբ որ դու հաշվում ես քո ընդհանուր թվերի գումարը ու ստանում ես 1 թիվ, սա համարվում է քո ճակատագրի, քո միսիայի թիվը, իսկ քո գիտակցությունը բացահայտելով, ճանաչելով քո գիտակցությունը, դու կարողանում ես կառավարել քո ճակատագիրը։ Կամ եթե ստանում ես 30, եթե գումարում ես քո թվերը ու ստանում ես 30, սա նշանակում է, որ դու մարդ ես, ով ունի շատ էմոցիաներ, պատրաստ է կյանքում ամեն ինչի, ես համարում եմ այս մարդկանց խենթ մարդիկ, որովհետև այս մարդիկ գալիս են գիտելիքի շատ մեծ պաշարով, որը որ չօգտագործելու դեպքում վնասում են իրենց, այսինքն գնում են մինուս։ Ինչի են գնում մինուս, որովհետև մարդիկ, ովքեր ունեն միսիայի թիվ 30, այս մարդիկ պետք է իրենց գտնեն արվեստում, պետք է լինեն ինֆորմացիան փոխանցող, այս մարդիկ պետք է ոչ միայն արվեստով զբաղվեն, նաև պետք է իրենց ստացած կյանքի փորձը փոխանցեն ուրիշներին, որովհետև այս մարդիկ խենթ մարդիկ են ու ամենտեղ կան, այս մարդկանց կյանքը շարժա, այս մարդկանց կյանքը շատ ակտիվ է ու այս մարդիկ միշտ գտնվում են մարդկանց ուշադրության կենտրոնում։ Նույն հաջողությամբ դու կարող ես քո ճակատագրի թիվը ստանալ 1 ու
ունենաս գիտակցության թիվ, ինչպես ասեցի, գիտակցության թիվը ստանում ենք ծննդյան թվով։ Դա բացահայտում է մեր պոտենցիալը, բացահայտում է մեր ներաշխարը, մեր հոգեբանությունը, իսկ գործողության թիվը, ճակատագրի թիվը մեզ օգնում է, որպեսզի մենք հասկանանք, թե որտեղ պետք է աշխատենք, ինչով պետք է զբաղվենք։ Եթե դու հաշվում ես քո ծննդյան թվերը ու ստանում ես 1, 10, 28 կամ օրինակ 19, սա նշանակում է, որ դու պետքա լինես ղեկավար, դու պետքա այն տեղերում փորձես քո մասնագիտական հաջողությունները, որտեղ որ դու կլինես ղեկավարող դերում։ Սա շատ կարևոր է քո համար, որտեղ նման մարդիկ չեն կարողանում աշխատել ուրիշի ձեռքի տակ, չեն կարողանում ենթարկվել։ Դրա համար այս մարդիկ պետքա ստեղծեն իրենց սեփական բիզնեսը, ունենան իրենց աշխատավայրը։ Ու նումերոլոգիան այս հարցում մեզ օգնում է, նումերոլոգիան հաշվարկ է ու առհասարակ ամբողջ մեր կյանքն է հաշվարկ, երբ որ դու շատ ճիշտ հաշվարկ ես անում, դու կարողանում ես հասկանալ, թե որտեղ է քո սխալը, որտեղ է քո ճիշտը եւ ըստ դրա դու կարողանում ես կառավարել քո կյանքը, կառավարել քո հարաբերությունները, կառավարել քո բիզնեսը։ Իդեպ շատ մարդիկ, ովքեր որ խորացած են էզոտերիկայի մեջ, շատ հարուստ մարդիկ, իրենք հետևում են այս ամեն ինչին եւ աշխարհում բոլոր են մարդիկ, ովքեր որ ունեն մեծ գլոբալ հաջողություններ, այդ մարդիկ ունեն իրենց նումերոլոգը, ունեն իրենց աստղագետը, ոնց է եղանակի տեսությունը, եթե դու ամեն առավոտ հելնում ես, նայում ես այսօր անձրև է գալու, բնականաբար դուրս գալուց քո հետ վերցնելու ես անձրևանոց։ Քեզ զգուշացնում է եղանակի տեսությունը, որ անձրև է գալու, կարաս թրջվես։ Նույնն էլ նումերոլոգիան քեզ ասում է, որ այսօր գտնվում ենք օրինակ 3 էներգիայի տակ, դու հնարավորություն ունես քո ստեղծագործական միտքը ներկայացնես 10 աշխարհին ու հենց այդ օրը դու կարաս քո համար մի նոր բան ստեղծես։ Այս ամեն ինչը շատ կարևոր է մեր համար ու քանի որ գնալով աշխարհը զարգանում է, փոխվում է ու ամեն բան դառնում է ավելի հասանելի, մեզ բոլորիս հարկավոր է դրա համար ինֆորմացիան։ Էզոտերիկան, նումերոլոգիան այն գիտություններից են, որ մեզ օգնում են բացահայտենք ու ճանաչենք ինքներս մեզ, ել ավելի հեշտացնելու մեր կյանքը։ Մեզանից շատերը կյանքում կատարվող խնդիրների դեպքում դիմում է հոգեբանի ու դա շատ նորմալ երևույթ է, ես ինքս կողմ եմ, որովհետև շատ մարդիկ չեն կարողանում դուրս գալ այդ վատ իրավիճակից ու իրենց օգնում է այլ մարդ, դա կլինի հոգեբան, դա կլինի ընկերը, տեղական չի, կարևորը որ լինի մեկը, ով քեզ լսում է ու լսելով քեզ կարողանում է զրուցել, կարողանում է քո հետ կիսել քո խնդիրը ու այդ զրույցի ընթացքում դու բացահայտում ես քո համար ելքեր, որը որ քեզ կօգնի դուրս գալ տվյալ խնդրից, կապ չունի դա ինչ խնդիր է, դա կարա լինի հարաբերություն, դա կարա լինի աշխատանքային որևէ խնդիր։ Իսկ նումերոլոգիան մեզ օգնում է, որպեսզի մենք ավելի հեշտ գտնենք այդ հարցի լուծումը, օրինակ կարամ բերեմ աշխատանքային ինչ-որ մի հարց։ Դու աշխատում ես մի վայրում, որը որ քեզ ձանձրացնում է, որտեղ որ դու հետաքրքրություն չես գտնում ու մոտիվացիա չկա։ Դու գնում ես ու աճ չկա, այսինքն դու անդադ քո տեղում ես մնում։ Օրինակ բերեմ այն մարդկանցից, ովքեր որ ծնվել են 5, 14 եւ 23 թվերի տակ։ Օրինակ այս մարդկանց մոտ շատ ուժեղ զարգացած է լոգիկան ու այս մարդիկ կարողանում են շատ հեշտ շփվել մարդկանց հետ, շատ հեշտ լեզու գտնել, այս մարդիկ կոմունիկացիայի մարդիկ են ու կարողանում են մարդկանց հետ այդ շփման արդյունքում բացել հնարավորություններ ու այս մարդիկ օգնում են եւ իրենց եւ դիմացինին։ Դրա համար այս մարդկանց համար շատ կարեւոր է իմանալ, որ իրենք ունեն պոտենցիալ, որը որ կապված է իրենց խոսքի հետ, որովհետեւ նումերոլոգիայում կա մի սենց բան, որ 5-երը դա մարդու 5-ը համարվում է մարդու խոսքը, մարդու լեզուն ու երբ որ դու ունես ինֆորմացիա ու դու ինքդ էլ զգում ես, որ դու ունես այդ տաղանդը, դու կարողանում ես մարդկանց հետ շատ հեշտ լեզու գտնես, դու այն օգտագործում ես ճիշտ տեղում։ Դա կլինի որևէ բիզնեսում, դա կլինի որևէ հարաբերությունների մեջ, էական չի, դու կարող ես մարդկանց հետ շատ լեզու գտնել
այն կետը, որտեղ որ մարդկանց հետ կկարողանաս ընդհանուր եզրահանգման գաս։ Նույն հաջողությամբ կարող եմ խոսել իների մասին, իդեպ 9, 18, 27, այս մարդիկ շատ էմոցիոնալ, ես կասեի, ամենաէմոցիոնալ մարդիկ են, որոնք որ այդ չկառավարելու արդյունքում ընկնում են մինուսի մեջ։ Օրինակ, այս մարդկանց միշտ խորհրդատրվում, որպեսզի այս մարդիկ գնան դեպի սպորտ, զբաղվեն սպորտով, հատկապես ծանր սպորտաձև, որտեղ որ իրենք կհաղթեն, որտեղ կլինի ուժ ու դուրս կգա իրանց միջի ագրեսիան։ Այս մարդկանց ագրեսիան գալիս է նրանից, որովհետև իրենք իրենց էմոցիաները բացահայտելու տեղ չունեն, իսկ այդ տեղերից մեկը սպորտն է։ Ու այսպես բոլոր թվերի մասին մենք կարող ենք տալ ինֆորմացիա, որը որ կօգնի մարդուն ավելի հեշտացնելով իր կյանքը, իր առօրյան ու դուրս գալու են խնդիրներից, որոնք որ երբեմն մեզ թվում են անհնարին։ Տեսնել մարդու դրական կողմերը, գնահատել մարդու դրական կողմերը, դա ամենալավ բանն է մարդու մեջ։ Ու նումերոլոգիան բացատրում է նաև մարդու բացասական կողմերը, իսկ բացասական կողմեր ունենք բոլորս, բայց այդ բացասական կողմերը մենք կարող ենք դարձնել մեր համար դրական ու շատ ճիշտ օգտագործել։ Օրինակ կան մարդիկ, կան թվեր, որոնց որ չի կարելի խմել, եւ խմելու դեպքում այս մարդիկ ունենան եւ ֆինանսական, հատկապես ֆինանսական կորուստ, ու այս մարդիկ հիմնականում չգիտես ինչի անդադ ձգտում են դեպի դրան, այսինքն իրենց համար այդ կախվածության նման ինչ-որ մի բան է։ Երբ որ դու կարդում ես քո մասին ինֆորմացիան ըստ նումերոլոգիայի, դու հասկանում ես, որ դու չպետք է խմես, որովհետև այդ խմիչքը քո վրա անդրադառնում է բացասական ձևով։ Օրինակ, մարդիկ, ովքեր ծնվել են 7, 16 եւ 25 թվերի տակ, այս մարդկանց խիստ արգելվում է խմելը, որովհետև սա կունդալինի էներգիան է, իսկ կունդալինին դա ամենասեքսուալ էներգիան է, ամենահզոր էներգիան է, որից որ կախված է ինչու չէ աշխարհի ստեղծումը, ու այս էներգիան չկառավարելու դեպքում մարդիկ միանգամից հայտնվում են ճգնաժամի մեջ, որն էլ բերում է կյանքում եւ անձնական եւ աշխատանքային խնդիրների։ Ես ինքս իմ շրջապատում ունեմ նման մարդիկ, ես հետևում ուսումնասիրում եմ նրանց եւ գրեթե նույն վիճակն է, երբ որ մարդիկ հայտնվում են այդ վիճակում ու հասկանում են, որ իրենց պետք է այդ վիճակից դուրս գալ, շատ-շատերը իհարկե դիմում են ինձ, որի արդյունքում էլ եւ մենք ստանում ենք դրական արդյունք, այսինքն երբ որ դու մարդու հետ խոսում ես, բացահայտում ես մարդու պոտենցիալը, ասում ես, թե ինքը ոնց դուրս գա այդ նեգատիվ վիճակից, դու մարդուն օգնում ես, որ ինքը նաև իր կյանքից հանի այդ վատ սովորությունները, որը ի դեպ նաև խմելն է, իսկ կոնկրետ խմելու հետ կապված ես կնկարեմ անպայման հաղորդում այդ ինչքանով է վատ անդրադառնում մարդու վրա եւ ինչ անել դուրս գալ նմանատիպ կախվածություններից։ Իմ հաղորդումը նրա մասին է, թե ինչպես բացահայտես քո պոտենցիալը, բացահայտես քո հնարավորությունները եւ քո տաղանդները, իմանաս ու կարողանաս ճիշտ օգտագործել քո ամբողջ կյանքի ընթացքում։ Երբ մարդը ծնվում է, ի սկզբանե մարդու հոգևոր համակարգում կա դրված այն բոլոր տաղանդները, որով որ պետք է մարդը զբաղվի։ Մենք բոլորս գիտենք, ճանաչում ենք մեզ, մենք կարողանում ենք զգալ։ Մեկը զգում է, որ ինքը շատ լավ նկարում է, բայց վախ ունի, որովհետև երբ որ մարդը հասկանում է, որ ինքը նկարում է, ինքը փորձում է իրան համեմատել մյուս մարդկանց հետ, ովքեր արդեն այդ ոլորտում հաջողություններ ունեն։ Ու ստեղ այս մարդը մտածում է, լավ, քանի որ մենք արդեն ունենք տաղանդավոր նկարիչներ, ես չեմ կարա այդ տեղում երևամ, այսինքն մարդը համեմատում է իրան մյուսների հետ, ովքեր որ ճանապարհ են անցել ու մնում է իր տեղում։ Սա ամենասխալ բանն է, պետք չի քեզ համեմատել ոչ մեկի հետ, որովհետև դու ունես քո նկարելու, քո տաղանդի ձևը ու կյանքում միշտ ցանկացած մարդ որ ծնվում է, իր տաղանդը յուրահատուկ է։ Մենք տարբեր ենք մեկս մյուսից, միգուցե ինչ որ ընդհանուր նմանություններ կան, բայց մենք մեկս մյուսից տարբեր մարդիկ ենք։ Դրա համար համեմատական անցկացնել քեզ քո ընկերոջ հետ, դա ամենասխալ բանն է։ Այստեղ դու արդեն սկսում ես քեզ չգնահատել քո պոտենցիալը ու դու մնում ես նույն տեղում ու չես ունենում աճ։
Դրա համար են մարդիկ, ովքեր աշխատասեր են, համառ են, ձգտում ունեն եւ չեն լսում կողքիներին, այս մարդիկ միշտ հաջողություն են ունենում կյանքում։ Ես իմ անցած հաղորդման ժամանակ էլ խոսեցի, մենք ունենք վիբրացիա, այսինքն ոնց դու քեզ զգում մատուցում ես, աշխարհը քեզ տենց ընկալում է ու տենց քեզ ցույց է տալիս մյուս մարդկանց։ Դրա համար, եթե դու ուզում ես հասկանաս, թե դու ով ես իրականում, դու պետքա զբաղվես ինքնաճանաչողությամբ, դու պետքա խորանաս քո հոգևոր աշխարհի մեջ։ Իսկ կյանքում ի՞նչն է ամենակարևորը։ Ինքնաճանաչումը, աշխարհում ամենակարևոր բանը դա հոգին է, քո էներգիան որտեղ ուղես, որտեղ կենտրոնացնես, այդտեղ էլ կունենաս հաջողություն։ Ուզում ես դառնաս դերասանուհի, ուրեմն կենտրոնացի դրա վրա։ Ուզում ես դառնաս պարուհի, ուրեմն կենտրոնացի դրա վրա։ Եթե դու մտածում ես, որ դու ունես տաղանդ, եթե դու զգում ես, որ դու ունես տաղանդ ու դու քեզ երջանիկ ես զգում դրանից, ուրեմն դու պետքա քո հնարավորությունները օգտագործես դրան հասնելու համար։ Իսկ դրա համար դու պետքա զբաղվես ինքնաճանաչողությամբ, որտեղ որ քեզ օգնում է էզոտերիկան ու բոլոր այն գաղտնի գիտությունները, որը որ բացահայտում է քեզ ամեն կողմից, բացահայտում է եւ դրական կողմից, բացահայտում է եւ բացասական կողմից, քո հնարավորությունները, քո բնավորության գծերը, քո տեսակը, քո մարդկային որակները։ Իսկ ես կարծում եմ, որ աշխարհում վատ մարդիկ չկան, ուղղակի կան մարդիկ, ովքեր որ դեռ չեն բացահայտվել, չեն աշխատել իրենց գիտակցության հետ, մնացել են այն նույն տեղում, այն նույն մտածելակերպին։ Այն ամեն ինչ, ինչ որ մեզ մատուցում են, այն ամեն ինչ, ինչ որ մեզ ներկայացնում են, մենք մնում ենք այդ ամեն ինչի մեջ, մենք դուրս չենք գալիս դրա սահմաններից, երբ որ դու դուրս ես գալիս դրա սահմաններից, այդ ժամանակ հասկանում ես, որ կյանքը ավելին է, քան մեզ ներկայացրել են։ Այնպես որ սիրուներս, ես կլինեմ նա, ով կխոսի գաղտնի գիտություններից, կբացահայտի ձեր պոտենցիալը, իսկ դուք կարող եք ինձ մեկնաբանություններում հարցնել են բոլոր հարցերը, որոնց պատասխանը ձեզ համար դեռ գաղտնի է, ես սիրով կպատասխանեմ, եթե ունեք կողակից կամ ունեք աշխատանքային խնդիրներ, որ չեք կարողանում հասկանալ, թե ինչպես այդ խնդրից դուրս գալ, ես պատրաստ եմ ձեզ համար նկարել առանձին հաղորդում, ես կարդում եմ բոլորիդ մեկնաբանությունները, լինի բացասական թե դրական, ես սիրով կսպասեմ, հետևեք մեր YouTube-յան ալիքին, սիրում եմ ձեզ, լավ եղեք։